Հայաստանում տեղի ունեցող աղմկահարույց ձերբակալությունները միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում են։ Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալությունից մեկ շաբաթ անց խուզարկություններ տեղի ունեցան ընդդիմադիր գործիչների տներում, որին էլ հետևեցին ձերբակալությունները։ Կալանավորվեցին Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ arczepiskopos Գալստանյանը եւ նրա թիմակիցները։ Տեղի ունեցածին արձագանքեցին Կրեմլից։ Հայաստանը մեր կարևոր դաշնակիցն է։ Մենք ունենք շատ զարգացած եւ շատ բազմակողմանի հարաբերություններ։ Եվ իհարկե, քանի որ Կարապետյանը նաեւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, համապատասխան կապերը հաստատվում են։ Ինչ վերաբերում է այս ձերբակալություններին, սա Հայաստանի ներքին գործն է։ Մենք իհարկե շահագրգռված ենք Հայաստանում կարգ ու կանոնի պահպանման, որպեսզի Հայաստանը լինի բարգավաճ կայուն Ռուսաստանի բարեկամ երկիր։ Ռուսական 10 գործակալությունը ներկայացրել է ժամանակացույցը, թե ինչ է հայտնի Հայաստանում հոգևորականների եւ ընդդիմության զանգվածային ձերբակալությունների մասին, ինչ է հայտնի Հայաստանի իշխանությունների եւ հայ առաքելական եկեղեցու միջև հակամարտության մասին։ Նշվել է նաեւ, որ Հայաստանի անվտանգության ուժերը ձերբակալել են ընդդիմության եւ հոգևորականության ներկայացուցիչներին։ Բրիտանական Reuters-ը գրել է. Հայաստանի իշխանությունները ձերբակալել են հայտնի քրիստոնյա հոգևորական arczepiskopos Բագրատ Գալստանյանին եւ մեղադրել նրան կառավարությունը տապալելու դավադրություն կազմակերպելու համար։ Հայաստանի քննչական կոմիտեն հայտարարության մեջ նշել է, որ Գալստանյանը եւ ենթադրյալ համախոհները ձեռք են բերել ահաբեկչական հարձակում իրականացնելու եւ իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներն ու գործիքները։ Reuters-ը չի կարող